Ողջույն։ Մենք ապրում ենք իսկապես շատ ծանր ժամանակներում, երբ մարդը առավոտյան արթնանալիս ուրախանալու փոխարեն, որ նոր օր է սկսվել, նոր հնարավորություններ են ստեղծվել, նոր բան ստեղծելու հնարավորություն է ստեղծվել, սարսափով մնացում ենք հեռախոսը ու սպասում ենք, թե ինչ է տեղի ունենալու, ինչ հերթական այլանդակությանն է, անբարոյականությանն ենք բախվելու։ Ցավոք սրտի մենք այդպես ապրում ենք բավականին երկար ժամանակ եւ դա հիմա արդեն ձեռքաբերել մի յուրահատուկ այսպիսի շեշտադրում վերջին օրերին։ Այնպես է ստացվել, որ գործող իշխանությունների եւ որոշ հոգեվորականների միջև տարաձայնություններ կան, տարաձայնությունները սկզբունքային են, երկու կողմեր ունեն իրենց սխալները, բայց գործող իշխանությունները առանձին դեմքերի կամ խմբերի թեթև ձեռամբ այլևս վերածվել են այնպիսի մի դրսևորում են ստացել, որը ուղղված է այլևս ոչ թե առանձին հոգեվորականների դեմ, այլ այլևս դարձել է խնդիր կամ դառնալու է շատ ավելի լուրջ խնդիր բոլորիս համար, որովհետև այո, մենք կարող ենք տարաձայնություններ ունենալ կամ անհամաձայնություն ունենալ առանձին հոգեվորականների պահվածքի, խոսվածքի, գործունեության կամ անգործության հետ, բայց գլոբալ առումով այլևս հարվածներ են հասցվում ոչ թե առանձին անհատներին, այլ ընդհանուր հայ առաքելական եկեղեցուն որպես ինստիտուտ։ Շատ-շատերը հայերից հայ առաքելական եկեղեցու հետևորդներն են, ոչ բոլորը անշուշտ, բայց մեծ մասը կարծես թե հենց հետևորդներ են հայ առաքելական եկեղեցու։ Եվ երբ հարված է հասցվում ամբողջ ինստիտուտին, երբ հարվածի տակ է դրվում ինստիտուտը, դա նշանակում է, որ այլ բնույթի խնդիր է դրված։ Տարբեր մեկնաբանություններ են հիմա տարբեր մասնագետների, ոչ մասնագետների կողմից հնչեցվում, ես կարծում դրա դետալիզացնելը կամ մանրամասն քննարկելը կարիք անհրաժեշտություն հիմա չկա, պետք է հիշել ուղղակի մի բան, որ հայ առաքելական եկեղեցին դա մեր պատմության վերջին ուշադրություն 1724 տարվա պատմության մի մասն է, մեր անցած ճանապարհի մի մասն է եւ մեր ներկայի մի մասն է։ Դուր է գալիս մեզ ինչ-որ ժամանակներում, ինչ-որ իրադարձություններ, ինչ-որ վարքագիծ, ինչ-որ առանձին հոգեվորականների դուր չի գալիս մեզ իրանց վարքագիծը, հիմա ներկայումս, թե դուր է գալիս, դա հարցի 10-րդական խնդիրն է, որովհետև առանձին անձինք անհատները իրենք կոստյում կրող լինեն, թե սքեմ կրող լինեն, իրանք բոլորը ժամանակավոր են, կարևորը ինստիտուտներն են եւ գաղափարներն են եւ ժողովուրդ, այդ ամեն ինչի կրող ժողովուրդ։ Հետևաբար, երբ հիմա այսպիսի հարցակում է տեղի ունեցել հայ առաքելական եկեղեցու որպես ինստիտուտի վրա, ես կարծում եմ, որ անհրաժեշտություն կա որոշակի դիրքորոշում հայտնել եւ շատ-շատերը խուսափում են այդ դիրքորոշումը հայտնելուց, որովհետեւ շատ վատ, այսպես պատային, տուպիկային իրավիճակում են հայտնվել մարդիկ, որ քննադատելով իշխանության վարքագիծը ավտոմատ տպավորություն է ստեղծվում, թե սատարում են օրվա բարձրաստիճան որոշ հոգեվորականների։ Իրականության մեջ դա այդպես չի։ Խոսքը գնում է ինստիտուտի մասին, որը նորից կրկնեմ, հիշեք 1724 տարի մեր պատմության մի մասն է։ Երբ են բոլոր ժամանակներում, երբ մենք չենք ունեցել այլ ինստիտուտներ, գործել է հայ առաքելական եկեղեցին։ Բոլոր այն ժամանակներում, երբ որ կորել են, չգիտեմ, թագավորական դինաստիաները, կորել են պետականությունը, տարբեր ինստիտուտներ լուծարվել են, կուսակցություններ ստեղծվել են, լուծարվել են, մի մասը կա, մի մասը չկա, բայց չկա այդպիսի կառույց, որը 1724 տարվա ինստիտուցիոնալ պատմություն ունենա եւ մեր պատմության մի մասը կա։ Հետևաբար, ես կարծում եմ, որ մենք յուրաքանչյուր մարդ պիտի արձագանքի եւ ես շատ երկար մտածեցի այս երկու օրվա մեջ, ինչպես կարելի է արձագանքել, որպեսզի այդ իշխանության եւ որոշ կրոնական առաջնորդների կամ հոգեվորականների ստեղծած տուպիկի մեջ չընկնես, միևնույն ժամանակ կարողանաս ինքդ քո ինքնության մի մաս կազմող երևույթին վերաբերյալ այլանդակ վարքագիծը արձագանքես այդ վարքագծին, ես ինձ համար գտել եմ մի լուծում եւ կառաջարկեմ բոլոր մարդկանց, ովքեր որ անկախ նրանից համարում են իրենց հայ առաքելական եկեղեցու հետևորդներ, թե չեն համարում հայ առաքելական եկեղեցու հետևորդներ, ագնոստիկ են, չգիտեմ, աթեիստները, մնացած բոլորին,
անգամ եթե ազգությամբ հայ չեն, ես կարծում եմ, որ դուք պիտի ունենաք դիրքորոշում եւ այդ դիրքորոշումը պիտի լինի հետեւյալի մեջ։ Վաղը Կիրակի է եւ ես առաջարկում եմ յուրաքանչյուրին այսպիսի փոքր ակցիա անել, վեր կանալ եւ Կիրակի օրով գնալ մոտակա եկեղեցի, ցանկացած եկեղեցի, մտեք եկեղեցի, ուզեք պատարագին մասնակցեք պետը պատարագին, չեք ուզենա մի մասնակցեք, ուզենաք մի զույգ վառել, մի զույգ վառեք, նստեք, լուր նստեք, չեք ուզենա ներս մտնել, տարբեր պատճառներ, կապ չունի ինչի մասին է խոսքը։ Նստեք բակում, նստեք նստարանի, նստարան չի լինի, նստեք բորդուրին, բայց գնացեք եկեղեցի, ի սատարումն ոչ թե առանձին հոգևորականների, այլ հայ առաքելական եկեղեցու, որը նորից մեր պատմության 1724 տարվա անբաժանելի մասն է։